Օրվա ինտրիգը, կրթության և գիտության նախարարի պաշտոնանկության հարցը այդպես էլ չհանգուցալուծվեց։ Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո ոչ մի հարցի պատասխան չհնչեց։ Ով է պաշտոնին հրաժեշտ տալու, որ պորտֆելներն են տալու դաշնակցականներին։ Շարմազանովը առաջարկեց համբերել ևս 3 օր։ Էլ ինչ եք ուզում ես ձեզ ասեմ։ Ինքը Աշոտյանը չի բացառում, որ կհեռանա։ Նյուզեեմին նախարարն ասել է, մամուլն այս անգամ իր գուշակություններում կարող է մասամբ ճիշտ լինել։ Հաջորդ ինտրիգը, ուր կգնա Աշոտյանը։ Ասում են նրան է բաժին հասնելու անվտանգության խորհրդի քարտուղարի 2 տարի թափուր մնացած աթոռը։ Տիգրան Սարգսյանի ընտանիքում շարունակում են փոխել պաշտոնները։ Նախկին վարչապետի եղբորն այսօր ազատել են դեսպանի պաշտոնից։ Նրա փոխարեն Չինաստան կմեկնի արտգործնախարարի արդեն նախկին տեղակալ Սերգեյ Մանասարյանը։ Դաժան սպանություն Ռուսաստանում։ 41-ամյա հայ կնոջը սպանել են, մասնատել ու նետել գետը։ Կասկածյալը նույնպես հայ կին է։ Նախնական տվյալներով նա 3 երեխաների մորը սպանել է պարտքի համար։ Ազիզին հարձակուրդ չէին տալիս, իսկ նա կարոտել էր ծնողներին։ Դիլիջանի Զորամասից անհետացած զինծառայողին գտել են Օշականի իրենց տանը։ 19-ամյա Ազիզը Զորամասից Օշական ոտքով 3 օրում է հասել։ 19-ամյա Գևորգը դատարանում ընդունել է, որ դեկտեմբերի 6-ին փորձել է կրկնակի քվեարկել։ Փաստաբանին պատմել է, որ սկզբունքից ելնելով է արել։ Շատ էր ուզում, որ այոն անցնի։ Ադրբեջանի օգտին լրտեսելու գործով նիստը նորից հետաձգվեց։ Վկաները դատարան չէին գնացել, որոշեցին նրանց բերման ենթարկել։ Ահա նրանք լրտեսության մեջ մեղադրվող Ռաֆիկ Պապոյանը, Կարինե Ղումաշյանը, Սերգեյ Պապոյանը եւ Դիանա Գորոյանը։ Ամերիկյան հետախուզությունը Ղարաբաղյան հակամարտության սրում է կանխատեսում 2016 թվականին։ Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի հաշվետվությունում։ Թուրքիան գաղտնի բանակցություններ է վարում իսլամական պետության հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Ըստ Լավրովի, Թուրքիան ահաբեկիչների հետ փորձում է հասկանալ, ինչպես շրջանցել ռուսական օդուժի թիրախում գտնվող մաքսանենգության ավանդական ճանապարհները։ Ինչ նյութով են ներկել նուռը, արդյոք այն անվտանգ է։ Նյուզեեմի հրապարակման հետքերով ստուգումներ են սկսվել Վանաձորի շուկայում։ Սննդի անվտանգության պետական ծառայությունը փնտրում է նուռը կարմիր ներկողներին։ Մխիթարյանը շարունակում է գոլ խփել Գերմանիայում։ Գավաթի խաղարկության 4-րդ եզրափակիչում Բորուսիան 3-1 հաշվով հաղթեց Շտուտգարտին և դուրս եկավ հաջորդ փուլ։